Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը կրոնագետ Հայկ Հակոբյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ըստ էության չի բավարարել Գերագույն հոգևոր խորհրդի երեկվա հայտարարությունը, որով նրանք վարչապետին մեղադրել են հակաեկեղեցական ամոթալի արշավ հրահրելու մեջ։ Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը, ասում է Նիկոլ Փաշինյանը, պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին II խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Այս բանավեճի վերաբերյալ դուք ինչ տեսակետ ունեք։ Անկեղծ ասած, այս ամբողջ աղմուկը մի քիչ զարմանալի է, ինչի է սկսվել, որն է պատճառը, որ սկսվել է, եւ նաեւ ինչ չէ, ես կիսում եմ ձեր զարմանքը, ինչի Գերագույն հոգևոր խորհուրդը կուսակրոնության հարցին չի պատասխանել։ Իմ արձագանքը թերևս սպասողական է, ինչպես կընթանան, ինչ զարգացումներ կլինեն, ամեն դեպքում երկու կողմից կան մեղադրանքներ եւ երկու կողմն էլ ըստ էության հերքում են այդ մեղադրանքները, մեկը մյուսին մեղադրում է եկեղեցական կանոնները խախտելու մեջ, մյուսը հակաեկեղեցական գործունեության մեջ եւ թերևս երկուսն էլ հանդես են գալիս եկեղեցասիրական դիրքերից, որովհետեւ Եվ վարչապետն է հանդես գալիս եկեղեցու մաքրության, որպես հայ առաքելական եկեղեցու զավակ է իրեն ներկայացնում, իսկ եկեղեցին համենայնդեպս եկեղեցու ղեկավարությունը ասում է, որ մենք այդպիսի զավակ չենք ճանաչում։ Շատ լավ, դրանով հանդերձ Փաշինյանը կոնկրետ հարց է բարձրացնում, թե ինչու է հիմա բարձրացնում ընտրություններից մի տարի առաջ, այն պայմաններում, երբ որ տարբեր եկեղեցիականներ ընդդիմադիր տարբեր պայքարների մեջ են եղել, ասես իշխանության դեմ քննադատություններ են հնչեցրել, դա հասկանալի է, դրանից էլ կխոսենք, հա։ Փաշինյանը ասում է, կուսակրոնության ուխտը ըստ էության խախտվել է, նա այդ մեղադրանքն է, ակնարկն է անում անգամ կաթողիկոսի հասցեին, ինչ մնաց մյուս եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, այսինքն նրանց, ովքեր պետք է այդ ուխտը պահպանեն, հա։ Ինչու է համարվում քննադատելի երևույթ սա, այդ կուսակրոնության ուխտը դրժելը, եթե դա դրժվել է։ 4 դարում Աշտիշատի ժողովում հայ առաքելական եկեղեցին ընդունեց բարձրաստիճան հոգևորականների, վարդապետներից սկսած եպիսկոպոս եւ կաթողիկոս չամուսնանալու ուխտը պայմանավորված նրանով, որ նաեւ եկեղեցական ունեցվածքը այդ մարդիկ չթողնեն իրենց ժառանգներին, որովհետեւ ավելի բարձրաստիճան հոգևորականները ավելի մեծ համայնական ունեցվածք են տիրապետում եւ կառավարում, կալվածքներ, ունեցվածքներ արդեն 18, 19, 20-րդ դարում ինչ որ մանուֆակտուրաներ, ակցիաներ, չգիտեմ եւ այլն, եւ մտահոգությունը, որպեսզի հանրային ձևով ձևավորված ունեցվածք, որտեղ յուրաքանչյուր հավատացյալ այս կամ այն կերպ նվեր է տալիս, մեծ թե փոքր եկեղեցուն, դրամի տեսքով, ունեցվածքի տեսքով, կալվածքների տեսքով, երբ որ իշխանները եւ թագավորներն էին նվիրում, եւ նպատակը, որպեսզի այդ ունեցվածքը չբաժանվեր։ Ինչի էր եկեղեցին մտահոգ, որպեսզի այդ ունեցվածքը չբաժանվեր, որովհետեւ եկեղեցին սոցիալական դիակոնիայի դեր էր կատարում, այսինքն հոգում էր հիվանդանոցների ծախսերը, անվճար հյուրանոցների ծախսերը, դպրոցների ծախսերը մնար եկեղեցում, ոչ թե անհատների, այո, այսինքն հանրությունը տալիս էր գումար մի կառույցի, որը կազմակերպում էր իր կյանքի տարբեր հանգամանքները, կրթության հանգամանքը, առողջապահության հանգամանքը, մինչև որոշակի ժամանակներ դատա իրավական ֆունկցիաները, այսինքն դա էր մտահոգությունը։ Վարչապետը այնտեղ բարձրացրեց հայտարարություն, մի նախադասություն գրեց, որ դա ազգային անվտանգության խնդիր է։ Դա չափազանցություն է ձեր կարծիքով, թե ոչ։ Գիտեք, եթե եկեղեցին հոգևոր եւ ազգային անվտանգության, այո, հոգևոր անվտանգությունը միանշանակ այստեղ կա, որովհետեւ եթե կուսակրոնության խախտում կա, առավել եւս շատ բարձրաստիճան հոգևորականների կամ կաթողիկոսի կողմից, դա միանշանակ հոգևոր անվտանգության խնդիր է։ Ազգային անվտանգության խնդիր կարող է լինել, երբ որ մարդիկ հիասթափեն եկեղեցուց եւ անդամակցեն տարատեսակ տոտալիտար հարանվանություններին, որոնք ղեկավարվում են դրսից, եւ այս առումով նույնպես ազգային անվտանգության խնդիր է բարձրանում։
Կա եւս ավելի իրավական, ավելի տնտեսաիրավական կոմպոնենտ այս ամեն ինչի մեջ, բայց եթե եկեղեցին հարկային մաքուր դաշտում լինի, թեկուզ այն առաջարկով, որ արվեց մի տարի առաջ, եթե չեմ սխալվում, այո, դուք հարկը տվեք, մենք ամբողջ հարկերը հետ ենք վերադարձնելու ձեզ, կարծում եմ զավակ ունենալու խնդիրը այս առումով ոչ մի խնդրեմ չի հարուցի, որովհետև եթե եկեղեցին մաքուր ֆինանսատնտեսական, ես նույնիսկ կասեի ոչ թե մաքուր, այլ պարզ, որովհետև մենք եկեղեցու ունեցվածքը անձերի չի բաշխվի, դա նկատի եք։ Այո, մենք հիմք չունենք ասելու, որ մաքուր չի, ուղղակի պարզ չի, անհասկանալի է։ Ես կրոնագետ չեմ, այդ պատճառով եմ ձեզ հրավիրել եւ չեմ հավակնում այսպես գիտական ինչ-որ հարցադրումներ ընդունել, բայց 21-րդ դարում կուսակրոնության ուխտը մի տեսակ ձևական իրողություն չի, այսինքն դա երբ որ ասում են հոգևոր անվտանգության խնդիր է, ենթադրենք խախտվել է բարձրաստիճան հոգևորականների կողմից այդ ուխտը, դա ինչ խնդիր է, ինչ խզվածք է առաջացնում, միգուցե եկեղեցին էլ նոր ժամանակներին ադապտացվելու կարիք ունի, այսինքն դրվում են պատնեշներ, դրվում են պահանջներ, որոնք մեծ իմաստությամբ չեն կատարվում ըստ էության տարբեր այսպես տեղեկություններից դատելով եւ ըստ էության ստացվում է քաղաքական իշխանություն բռնում է այդտեղից եւ եկեղեցու հետ սկսում է հաշիվներ պարզել դրան կանդրադառնանք քիչ անց ադապտացիա կարծես տեղի չի ուներ այն 21-րդ դարում իմաստ ունի նման այսպես պայման առաջադրել բարձրաստիճան հոգեվորականներին Գիտեք, եկեղեցին շատ կոնսերվատիվ մի կառույց է, որը փոփոխությունների է գնում դանդաղ եւ դժվարությամբ։ Այդ փոփոխությունները անելու համար ազգային եկեղեցական ժողով պետք է հրավիրվի, որտեղ նրանք ոչ միայն հոգեորականներն են, այլև տարբեր համայնքներից ընտրված աշխարհիկ պատգամավորները, օրինակ, չգիտեմ, Զորավոր Սուրբ Աստվածածնի համայնքը իր պատվիրակները պետք է ուղարկի, ամեն մի եկեղեցական համայնք իր ներկայացուցիչը պետք է այդ ազգային եկեղեցական ժողովում ունենա, ինչպես եւ կաթողիկոսի ընտրությունների ժամանակ է լինում եւ եղել, եւ պիտի լինի, կարծում եմ։ Թե պետք է փոխել, թե ոչ, եթե իմ անձնական կարծիքն է հարցնում, եթե իրականության իրողության մեջ իրենք բարձրաստիճան հոգեվորականները չեն պահպանում այդ կանոնը։ Ես ասում եմ եթե պարզվի որ, եթե բառը այստեղ գլխավոր բանն է, հա, եթե դա չի պահպանվում, դա միգուցե պետք է փոխել, այսինքն հիմա Շիրակի թեմի առաջնորդը ասում է այդ պորոտախոսներից մեկը թող 1 ամիս առանց կնոջ դիմանա։ Հարցադրումը օգտագործում է քաղաքական, այսպես կռիվ կինոյի մեջ, հա, բայց միգուցե սա հարց է, որի մասին պետք է մտածել հենց նույն հոգևոր այսպես իշխանությունը։ Միքայել Աջապահյանը ենթադրում եմ այստեղ նկատի ունի, որ իրենք պահում են եւ դա բավականին դժվար է եւ իհարկե երևի թե կլինեն մարդիկ, որոնք չեն պահում։ Ես օրինակ անձամբ են հասկացել, որ թերևս պետք է անհնար է պահել։ Չէ, ես վստահ եմ, որ Սրբազան դա չէր կարող նկատի ունենալ, որովհետեւ այդ ձևով, այդ մեկնաբանությամբ նա կհերքեր իր իսկ կուսակրոնության պահելու այդ երթումը։ Դուք լավատես եք հասկացել։ Այո, ես կարծում եմ ամեն դեպքում այդպես պետք է մեկնաբանել։ Ինչ վերաբերում է կուսակրոնությանը, ես գտնում եմ, որ դա պետք է դարձնել կամընտրական եւ դա չպետք է լինի սահմանափակում քահանայից, օրինակ վարդապետ դառնալու համար եւ այլն, խանգարող հանգամանք։ Օրինակ 19-րդ դարում Մաղաքիա Օրմանյանը փորձեց այլ կերպ լուծել այդ խնդիրը։ Նա սկսեց թեմակալ առաջնորդներ նշանակել քահանաներին ամուսնացած։ Այնինչ առաջ թեմակալ առաջնորդները նշանակում էին միայն եպիսկոպոսներին կամ ծայրահեղ դեպքում կուսակրոն վարդապետներին։ Իհարկե Օրմանյանի բարեփոխումները շատ բուռն արձագանք առաջացրեցին եւ նա Կոստանդնուպոլսի պատրիարքությունից գահազրկվեց ի վերջո։ Բայց կարելի է դարձնել ըստ իս կամընտրական, բայց եկեղեցին դա շատ կոնսերվատիվ մի կառույց է եւ կան հնավանդ ավանդույթներ, որոնք սրբազնացված են եւ դրանք փոխելը բավականին դժվար է։ Իսկ ինչի է ժողովուրդը դրան սուր արձագանքում։ Գիտեք, ցանկացած մարդ մեծ տհաճություն է զգում, եթե ինչ-որ մեկը երթվում ու խաբում է։
իսկ կուսակրոն հոգեորականները խորանի առջև Աստծուն երթում են տալիս միայն իրենը պատկանելու եւ ընտանիք չունենալու կուսակրոնության, այսինքն կուսության երթում են տալիս։ Իսկ ձեր կարծիքով վարչապետը ինչու է հենց այս հարցը սրում, ընդ որում հասցնելով կաթողիկոսի մակարդակի, ոչ թե նրանից ցածր հոգևոր դասի, որոնք ասեմ ձեզ, ասենք քաղաքական լարված շրջաններում ընդդիմության որոշակի նաև հակվում են, հա, ընդդիմության նարատիվներին, քննադատում են բացեբաց շատ ազատ ձևով, ինչը երևի վատ չի, հա, ժողովրդավարության մեջ յուրաքանչյուր թող խոսի, ասի այն, ինչ որ ուզում է, բայց նրանք ներկայացնում են ինստիտուտ կոնկրետ, որը ակնկալվում է կամ կա այդպիսի ակնկալիք, որ պետք է որոշակի չեզոքություն պահպանի քաղաքական, ներքաղաքական հարցը։ Վարչապետը, այսպես ասենք, չեմ ուզում ասել թիրախավորել, այլ դնում է կաթողիկոսի կուսակրոնության ուխտի հարց։ Ինչ է կարծում, ինչու։ Ես կարծում եմ, որ եկեղեցին որպես հավատացյալների համախմբում, որ իր մեջ ունի եւ ընդդիմադիր եւ իշխանամետ հավատացյալներ, եւ իշխանության եւ ընդդիմության հանդեպ անտարբեր հավատացյալներ, իհարկե պետք է պահի չեզոքություն։ Իսկ թե ինչի է միջամտում, թերևս եկեղեցին չի պահում չեզոքություն, նայել միջամտում է եկեղեցական գործերի։ Այլ բան է, որ իրավական առումով, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եկեղեցականները կարող են քաղաքական արտահայտություններ անել, իսկ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է պահանջել, որ իր կաթողիկոսը եւ հոգեորականները լինեն կուսակրոն, բայց արդյոք սահմանադրությանը համապատասխանում է, եթե այդ հայտարարությունները անողը կրում է բարձրագույն պետական իշխանությունը։ Դրանք այդ հարցին կարծում եմ պետք է պատասխանեն սահմանադրագետները։ Եթե նա հանդես է գալիս որպես ուղղակի որպես քաղաքացի, որևէ խնդիր իրավական ես չեմ տեսնում, թեպետ կարող եմ սխալվել։ Շատ լավ, այստեղ կարծիքները, ինչպես բոլոր հարցերում Հայաստանում միշտ տարբեր են։ Ես ուզում եմ վարչապետի այս գրառումը բերել, ասում է, եթե պարզվի, որ իրոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրու առարկա փաստի արկայության պայծ նա չէր կարող լինել կուսակրոն քահանա, ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք, մայր Աթոր Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, հա, այս դիրքավորվելու հարցը Գերագույն խորհրդի ժողովն էր 3 հայտարարություն տարածեցին, կարծես Նիկոլ Փաշինյանի այդ ժողովը։ Այո, կարծես Փաշինյանի այս հարցադրումը ինչ պատասխան կարող է ստանալ, այսպես ասեմ, եւ ինչ կարող եք ասել, հա, ասում է չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս Էջմիածինը պետք է դիրքավորվի դրա նկատմամբ։ Ինչ ընթացակարգ է։ Ըստ կանոնների, այո, ոչ միայն կաթողիկոսը չի կարող կաթողիկոս լինել, եթե ընտանիք ունի, այլ նաև եպիսկոպոսները, վարդապետները, ես ձեզ առավել քան ասեմ, եթե ամուսնացած քահանաների որևէ մեկի կինը արտամուսնական կապ ունի կամ երեխան, նրան նույնպես ըստ հին կանոնների պետք է կարգալույծ անել, որովհետև եթե դու չես կարողանում ղեկավարել քո ընտանիքը, ինչպես պետք է ղեկավարես քո հոտը, եւ դու պետք է օրինակ ծառայես։ Ընթացակարգը հետեւյալն է։ Իսկ այսինքն պաշտոնապես ամուսնությունն է համարվում անթույլատրելի ամուսնություն, թե կուսակրոնների պարագայում, այո, արտաամուսնական նաև արտաամուսնական կապերն է անթույլատրելի, այսինքն պետք է կուսությունը մնա, պետք է այդ կարևոր հանգամանք է։ Կաթողիկոսին, եպիսկոպոսներին կարող է կարգալույծ անել կաթողիկոսը, նաև եկեղեցական ժողովը։ Իսկ կաթողիկոսին միայն ազգային եկեղեցական ժողովը, որը պետք է հրավիրվի կամ կաթողիկոսի կողմից, կամ այդ ժողովականների 2/3-ի կողմից։ Եվ 2/3-ով նրանք իրավունք ունեն կաթողիկոսին գահազրկելու։ Ես ենթադրում եմ, որ պարզ է, որ երկրորդ մեխանիզմը գրեթե անիրական է։ Ինչու՞։
որովհետև դա պահանջում է հարյուրավոր մարդկանց ինքնակազմակերպում, այդ թվում բարձրաստիճան հոգեորականների, իսկ հաշվի առնելով մեր Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը, ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի։ Այսինքն կոնսոլիդացած են կաթողիկոսի շուրջ դա նկատի ունենք։ Այո։ Իսկ քաղաքական իշխանությունը ինչ գործիքակազմեր ունի միջամտելու, ինչ եմ ասում, որովհետև Հայաստանի վարչապետը նշում է Հայաստանը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, տեխնացուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Սա մի քիչ քաղաքացիական մեթոդիկա է հիշեցնում։ Կարող է այս հարցում քաղաքական իշխանությունը որևէ իրավական լծակ չունի։ Որևէ։ Այլ լծակներ իհարկե կան եւ կլինեն եւ կարող է հայտնաբերվեն։ Այսինքն ներսում ինչ որ թիմային ձևով իշխանությունը կարող է ճնշել կամ համոզել, ես չգիտեմ, բայց դրանք իրավական մեխանիզմներ չեն։ Վարչապետը, կառավարությունը, падգամավորները, նախարարները, այսինքն այն կառավարությունը օրենսդիրը որպես ուղղակի հավատացյալներ եւ արտահայտվել, այսքանը։ Որևէ օրենք նրանց թույլ չի տալիս կաթողիկոսի ընտրությանը միջամտել։ Կարող են որպես դելեգատներ մասնակցել հաջորդ կաթողիկոսի ընտրություններին, բայց ներկա կաթողիկոսին գահազրկելու process սկսելու համար պետք է ամբողջ հայության այդ եկեղեցական հոգեորականների, դելեգատների, նաև աշխարհիկ համայնքային դելեգատների 2/3-ը ինքնակազմակերպեն ու հրավիրեն ազգային եկեղեցական։ Այսինքն վարչապետի, չգիտեմ, այս բառը ճիշտ է թե չէ, առաջարկով, հորդորով, հրահանգով կամ չգիտեմ, Հայաստանում նախագահի սահմանադրական դատարանի այս տարբեր կառույցներ եմ ասում, ազգային ժողով, որևէ մարմին չի կարող, այսպես ասենք, միջամտել։ Ոչ, որտեղ սահմանադրության եկեղեցին եւ պետությունը տարանջատ են։ Դա որևէ իրավական մեխանիզմ իր մեջ չունի։ Իսկ եկեղեցական կյանքը կարգավորվում է մի քանի 100 տարվա լավագույն դեպքում իրավական մեխանիզմներով, ոչ պետական օրենքներով։ Դա անհնար է։ Իհարկե տարբեր լուրեր, տարբեր տվյալներ մեզ փաստում են, որ բոլոր կաթողիկոսների ընտրության ժամանակ էլ պետությունը միջամտել է, տարբեր պետություններ։ Հատուկ ծառայությունների միջոցով հիմնական։ Եվ միջնադարում, եւ խորհրդային կարգերի ժամանակ ես վստահ եմ, որ ես գրեթե վստահ եմ, որ նաեւ հետանկախական Հայաստանի կաթողիկոսների ընտրությունների ժամանակ է պետությունը ժամանակի ղեկավարները այս կամ այն ազդեցությունը ունեցել։ Ինչքանով են հաջողել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ փորձեր եղել են։ Բայց այս իշխանությունը Հայաստանի գործադիր եւ եկեղեցին կարծես բարիկադների տարբեր կողմերում են եւ մի տեսակ դժվար պատկերացնել է, որ եկեղեցին թույլ տա ներս թափանցել իր կառույց, համախոհների շրջանակ ձևավորել եւ ներսից բերել ինչ որ փոփոխություններ։ Դուք եք այդ տեսակետին, թե հնարավոր է, այսինքն պետությունը աշխարհիկ իշխանությունը կարող է որոշակի ներս թափանցել, համախոհներ ունենալ հոգևոր բարձրաստիճան հոգևորականների շրջանում եւ որոշակի օրակարգեր առաջ տանել։ Գիտեք, այս աշխարհում ամեն ինչ է հնարավոր, բայց ես չեմ տեսնում որևէ եկեղեցա իրավական ձև, որի շնորհիվ պետությունը կարող է բացահայտ միջամտել։ Դրանք չեն լինելու իրավական գործընթացներ։ Շատ լավ, իսկ որ վճռորոշ ձայն պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը կաթողիկոսի ընտրության հարցում։ Հնարավոր է սա սահմանադրական փոփոխությամբ այս հարցը ինչ որ կերպ կարգավորել, ես աչքի տակ անցկացրի ներկա սահմանադրական կարգավորումը, եկեղեցու բացառիկ դերը, նշանակությունը ճանաչում է եւ նշում է հարաբերությունները կարող են կարգավորվել երկկողմ օրենքով թե պայմանավորվածություններով։ Ես այն ժամանակ, որ սահմանադրությունը նոր էր ընդունվում գործող, լսում էի քննարկումներ, որ կարող են պայմանագիր կնքել պետությունը եւ եկեղեցին, որոշակի իրավական այսպես կարգավիճակ տալ իրենց հարաբերությունները, բայց ինչքան գիտեմ չկա նման պայմանագիր։ Նշանակում է, որ չկա տարբերություն Վրաստանի եւ Վրացպետության եկեղեցու միջև, տարբերություն հելադական եկեղեցու եւ Հունաստանի
Օրինակ 1929 թվականին Վատիկանը Մուսոլինիի հետ նման պայմանագիր կնքեց, որը գործում է նաև մինչև այժմ, չկա նման պայմանագիր։ Եթե պայմանագիր լինի, որը կկարգավորի եկեղեցի պետություն հարաբերությունները, շատ լավ կլինի, բայց ես չեմ պատկերացնում, որ եկեղեցին երբևէ համաձայնվի, որ օֆիցիալ պայմանագրի մեջ կետ լինի, համաձայն որի պետությունը կարող է վճռորոշ դեր ունենալ կաթողիկոսի արդեն պետք է օգտագործեմ նշանակման հարցը, ոչ թե ընտրության։ Դա միշտ վճռական դեր է ունեցել պետությունը, բոլոր պետությունները եւ հայկական պետականությունները, որոնք այս հողի վրա եղել են եւ բարեբախտաբար նորից կա, եւ այլ պետականություններ, օրինակ Խորհրդային Միությունը, բայց իմ հիշողության մեջ բոլոր այն կաթողիկոսները, որոնք ընտրվել են ժամանակի պետական այրերին ի հակառակ, երկար չեն կառավարել։ 20-րդ դարում ես կարող եմ հիշել Խորեն Մուրադբեկյանին, որ ընտրվեց 1932-ին ու խեղդամահարվեց 1938-ին, բայց պետք է հաշվի առնել, որ բարեբախտաբար քաղաքական իրավիճակն է այլ, մենք չենք ապրում այլևս այդ պետության մեջ, եւ ես համոզված եմ, որ մենք նման բանի ականատես չենք լինելու, եւ ներկա եւ հետագայի բոլոր իշխանությունները չեն գնալու նման հակաիրավական եւ մեղմ ասած ոչ մարդկային քայլի։ Շատ լավ, հայոց պատմության ընթացքում կենտրոնական իշխանություն եւ հոգեվոր իշխանություն բախումներ եղել են, այնպես չի որ դրանք միաձույլ հարաբերություններ են եղել, եթե Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան անգամ Տեր-Պետրոսյան շրջանը հիշենք, շատ սինխրոն են այդ հարաբերությունները, այստեղ տարբեր բացատրություններ կան, այդտեղ չմտնենք, հա, շահեր եւ այլն եւ այլն, կամ աշխարհընկալումներ, գաղափարական մոտեցումներ եւ այլն։ Այ մենք ինչ շրջաններ ենք ապրել այսպիսի բախումներ, այսինքն սովորաբար հայկական քաղաքական իշխանությունը եւ հոգեվոր իշխանությունը ինչ հարցերի շուրջ են բախվել, դրանք ֆինանսատնտեսական են եղել, իշխանության բաշխման են եղել կամ գաղափարական են եղել եւ այս դեպքում ինչպիսին է։ Գիտեք, ֆինանսատնտեսական հարցերը միշտ սնում են քաղաքական process-ները, այսինքն քաղաքական կշիռ ունենում են ֆինանսապես բարեկեցիկ կառույցները։ Այդ հարաբերությունները եւ հակադրությունները միշտ ունեցել են եւ քաղաքական եւ ֆինանսատնտեսական կոմպոնենտ։ Մենք լուսավորիչների ժամանակ ենք ունեցել հակադրություն, լուսավորիչներն են Արշակունիներ եղել, իշխող արքատոմն են Արշակունի եղել եւ այստեղ նաեւ միավորվել այն հանգամանքը, որ օրինակ լուսավորիչները Արշակունիների դինաստիայի ավագ ճյուղի ներկայացուցիչներ են եւ այստեղ կար նաեւ առաջնության գաղափարը։ Միջնադարը առհասարակ ավելի իդեոլոգիկ առումով ավելի հարուստ, քան մեր ժամանակաշրջանը, որտեղ մենք ավելի այս առումով պրագմատիկ ենք։ Կիլիկյան շրջանում է եղել, օրինակ եղել է Գրիգոր Քարավեժ կաթողիկոսը, որը Պահլավոնի տոհմից երիտասարդ տղա էր 25-27 տարեկան եւ Լևոն II-ին հակառակ գնաց, գահազրկվեց եւ ամրոցից բանտարկությունից փախնելու ժամանակ ընկավ եւ վախճանվեց։ Մենք մեզ ամենահայտնի հակամարտությունը Պապ Թագավորի եւ եկեղեցու հակամարտությունը։ Այո, այսպես զանգվածներին հայտնի։ Այո, ավելի մասսայաբար հայտնի այդ հենց լուսավորիչների եւ Արշակունիների թերևս հակադրության ամենաբարձակետն է։ Թեպետ մենք ունենք նաև Հուսիկ կաթողիկոսին, ով Տիրան թագավորը օրինակ բրածեց անելով սպանեց, որովհետև նա թույլ չտվեց թագավորի մտնել եկեղեցի։ Այսինքն քաղաքական իշխանությունները ժամանակի գրեթե բոլոր կաթողիկոսները եղել են ժամանակի քաղաքական իշխանությունների նշանակած մարդիկ հիմնականում, ով հակադրությունը հիմնականում առաջացել է կամ եթե իշխող ղեկավարը որպես ճակերտավոր ժառանգություն է ստացել կաթողիկոսին, ինքը չի նշանակել, այլ նախորդ միապետն է նշանակել, կամ երբեմն նաև եկեղեցին դրսևորել է համառություն, նկատի ունեմ հոգևոր վերնախավը եւ ընտրել են այն մարդկանց, ում չեն ուզել ժամանակի քաղաքական իշխանությունները։ Օրինակ վերադառնանք նաև Խորեն Մուրադբեկյանին, բայց անկախ Հայաստանի պատմության մեջ երկու կաթողիկոսի ընտրություններ են եղել եւ
Իմ տպավորությամբ, ես իհարկե կարող եմ սխալվել, այդ բոլոր երկու ընտրություններն էլ եղել են համաձայնեցված։ Իշխանությունների ժամանակի։ Դա շատ հաճախ մենք նաև առաքելական եկեղեցում տեսնում ենք արտաքին քաղաքականության կարևոր թեմաների շուրջ տեսակետներ հայտնելիս, անգամ որոշակի գործողություններ ձեռնարկելիս, վերջերս Շվեյցարիայում կաթողիկոսը մասնակցում էր Արցախի մեր հայրենակիցների հարցով համաժողովի, եւ այս իմաստով քննադատությունները Հայաստանի իշխանության քաղաքականության նկատմամբ ակնհայտ են վերջին այս հոգևոր ժողովի հայտարարությունում արտաքին ուժեր եւ այլն նման ակնարկներ կային։ Էլ չասած անցյալ տարի այս օրերին Բագրատ arczepiskopos Գալստանյանը հակաիշխանական այսպես շարժում էր ձևակերպել եւ իրականացնում, այսինքն եկեղեցին ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքին քաղաքական տարբեր հարցերում դրսևորվում է։ Սրա տակ Հայաստանի ներկայ իշխանությունները տեսում են նախկին իշխանությունների այսպես ձեռքը, բերելով երկրորդ նախագահի այն հայտարարությունը, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ կարող է բերել մի մաքուր հոգևորական եւ այլն, այդպիսի ասուլիսում, եթե չեմ սխալվում, 3 տարի առաջ է Ռոբերտ Քոչյանը ասում, այ դուք ինչ մեկնաբանություն ունեք այս տիրույթի վերաբերյալ։ Իշխող քաղաքական ուժը, ինչպես նաև ընդդիմադիր մյուս բոլոր ուժերը, դրանք քաղաքական ակտորներ են, որոնք կան դաշտում։ Այլ բան է, որ եկեղեցին մինչև վերջերս դա վերքաղաքական մի կառույց էր, ինչը թերևս հիմա փոխվել է։ Եվ ըստ էության երկու կառույցներն էլ, եւ իշխանության ինստիտուտը եւ եկեղեցու ինստիտուտը իրար դեմ պայքարում են քաղաքական կատեգորիաներով եւ քաղտեխնոլոգների, ինչ որ ինչու՞ չէ նաեւ պետք է նշեմ ոչ հաճելի ձևով եւ բառապաշարով, այո, եւ բառապաշարով ես այդ ամենը պայմանավորում եմ այդ քաղաքական դաշտ մտնելու եւ որոշակիորեն այն բարձր վերքաղաքական դիրքից իջնելու հետևանքն եմ դրա համարում։ Նկատի ունեք եկեղեցու կողմից։ Այո, եւ այն ինչի այժմ տեղի է ունենում, դա շատ օրինաչափ քաղաքական պայքար է, որը կարող է լինել դիցուք երկու կուսակցությունների միջև։ Այսինքն եկեղեցի իշխանությունը այդ պայքարն է կուսակցական պայքարի նման։ Դա մոտավոր, եթե փորձենք զուգահեռել, որևէ օրինակ բերել, կարող ենք նմանեցնել։ Լավ, դե ամեն դեպքում ես որպես ներքին քաղաքականության հետևող լրագրող կարող եմ ասել, որ գաղափարական տարակարծությունը առնվազն ակնհայտ է, այսինքն եկեղեցին հատկապես Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերություն եմ ասում, ավելի արմատական եւ սուր դիրքավորում ունի եւ կարող է, այսպես ասենք, իր գաղափարական պատկանելիությամբ ասոցացվել այսօրվա ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժերի հետ, Հայաստանի իշխանությունը փոքրինչ այլ դիրքավորում ունեն։ Դուք ասացիք, կաթողիկոսը չի կարող պաշտոնավարել, եթե պարզվի, որ ընտանիք ունի կամ երեխա ունի։ Ճիշտ հասկացա։ Եթե դա փաստի, հաստատի ազգային եկեղեցական ժողովը։ Հակառակ դեպքում երեխա ունենալը այս երկրում անօրինական չի, եթե անգամ այդ երեխան արտահամուսնական երեխա է։ Այսինքն, եթե փաստը կա, բայց ժողովը չի փաստում, որովհետև եկեղեցական կառույցը ապրում է իր օրենքներով, որը չի ենթարկվում պետական օրենքներին։ Իհարկե եկեղեցին ենթարկվում է պետության օրենքներին այնքանով, որքանով այդ օրենքները գործում են այդ պետության մեջ, դեկլարացված են եւ եկեղեցին պետք է հետևի, բայց գոնե երեխայի մասով որևէ հակաիրավական բան չկա, եթե անգամ կա երեխա։ Եթե նման փաստերի հայտ կան, ենթադրենք, չգիտեմ, մեդիաները հրապարակումներ անեն, հանրային տիրույթում իրապես նման փաստեր կան, որոնք, այսպես ասենք, վերջնական են եւ գնահատելի կասկածի տակ չեն դրվում։ Ես չգիտեմ այդպիսի փաստերի հայտ կգան, թե չէ ես ասում եմ, եթե այդպիսի փաստերի հայտ կան, այդ ձեր ասած համահայկական, չէ, ժողովը, ազգային եկեղեցական ժողովը
պետք է մեխանիկորեն հավաքվի եւ որոշում կայացվի, թե էլի եկեղեցին ներսից պետք է այդպիսի ժողով հրավիրվի։ Եկեղեցին ներսից պետք է այդպիսի ժողով հրավիրվի, բայց դուք նշեցիք մամուլով վերջնական փաստեր հրատարակելու։ Մարդը կանգնում է եւ ասում է, այո, ես կաթողիկոսի երեխան եմ։ Գիտեք, միջև տարատեսակ ԴՆԹ անալիզներ եւ նման, այսինքն քանի դեռ այս երկրում որևէ դատարանով լինի դա պետական թե եկեղեցական, որտեղ ազգային եկեղեցական ժողովը եթե այդ փաստով հրավիրվի, ըստ էության դատական ֆունկցիա իրականացնելու դա չի հաստատվում, ուրեմն դա չկա, ուրեմն դա հերհյուրանքի ժանրից է։ Իսկ եթե հաստատվում է, դա արդեն լրիվ այլ հանգամանք է։ Այսինքն եկեղեցին, եթե որևէ դատարան, որևէ մեկի դիմումի համաձայն ճանաչի հայրություն, ըստ էության հոգեորականները պետք է որ ինքնակազմակերպվեն եւ ազգային եկեղեցական ժողով հրավիրեն, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ դա չի լինելու։ Չեն հրավիրել այդպիսի ժողով, եթե նույնիսկ այդպիսի փաստերի հայտ կա։ Այո։ Իմ հարցը կաթողիկոսի մասն է, որովհետև վարչապետը հենց նրան էր այսպես դիմել, հա, բայց սա վերաբերվում է նաև արքեպիսկոպոսներին եւ մնացյալ դասին, այո, մինչեւ որ աստիճան։ Մինչեւ վարչապետներ, աբեղաներ, իրավունք չկա ամուսնության եւ բնականաբար որպես դրա հետևանք որդեծնության զավակների։ Շնորհակալ եմ զրույցի համար, մենք կհետևենք իրադարձություններին։ Factor TV-ում հյուրընկալել ենք կրոնագետ Հայկ Հակոբյանին։